Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով Երևանում նոյեմբերի 17-ից 25-ը մթնոլորտային օդում փոշու թույլատրելի սահմանային կոնցենտրացիան գերազանցել է 1,4-ից 4 անգամ։ Armenpress-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում հիմնական պատճառներից խոսել է կառույցի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը։ Վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի Արկայությամբ օդի տուրբուլենտականությունը արադյան գոգավորությունում դադարել է, իսկ դա իր հերթին հանգեցրել է օդի տեղաշարժի կանգնման եւ օդի աղտոտվածության կուտակման, ինչն էլ նաեւ նպաստել է այս իմ կողմից նշված թվերի բարձրացմանը եւ նաեւ առաջիկայում, քանի որ չի ակնկալվում օդի մթնոլորտային հոսանքների տեղաշարժ, առաջիկայում եւս կպահպանվի այս դիտված պատկերը միջև հետագա օդային հոսանքների տեղաշարժի փոփոխությունը։ Արաբկիր վարչական շրջանում նույն ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1-ից 1,6 անգամ, իսկ Շենգավիթ վարչական շրջանում միայն նոյեմբերի 25-ին գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,2 անգամ։ Նոր վարչական շրջանում չի գերազանցվել փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Պայմանավորված աշխարհագրական դիրքով եւ մթնոլորտային երևույթներով ամեն տարի այս ժամանակահատվածում օդի աղտոտվածության խնդիրը Երևանում սրանում է եւ անհանգստություն պատճառում։ Քաղաքապետարանը մոտ 170 տվիչ է տեղադրել շինհրապարակներում, որի նպատակը ֆոնային աղտոտվածության չափումը չէ։ Դրա նպատակը շինհրապարակների վերահսկողությունն էր կենթանի ժամանակահատվածում եւ անուղղակիորեն նաեւ կարողացել ենք հետևել օդի որակի ցուցանիշներին ընդհանուր առմամբ վերլուծություններ են կատարել։ Ունենք շինարարություններ, աճող ընդլայնվող քաղաք, այսինքն հետևանքը, արդյունքը նույնն է, այս սմոգը, այս փոշու շերտը, որը կարող են տեսնել մեր քաղաքացիները, այն առկա է տևական ժամանակ, ձմռան ամիսներին եւ այսինքն պատճառահետևանքային կապերն են ուղղակի տարբեր եղել։ Ըստ Փրկարար ծառայության վիճակագրության Հայաստանում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 9253 հրդեհ, որից 5545-ը բուսածածկ տարածքներում, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե 3 անգամ ավելի է։ Մասնավորացնեմ Երևան քաղաքը 5545 հրդեհներից միայն 809 Երևան քաղաքում եղել, դա քիչ է, հիմնականում մարզերում եղել։ Հրդեհով պայմանավորված Երևան քաղաքում աղտոտվածության որակի վատ ազդեցություն չենք ունեցել։ Հրդեհների պատճառը բազմաթիվ են, ես դա բրգազարության ոլորտը չի ինչ հետևանքներից առաջացել։ Հիմնականում ես կկապեի անշուշտ մարդկային գործոնով պայմանավորված եւ երկարատև չոր եղանակով պայմանավորված։ Օդի աղտոտվածության գործոններից է նաև տերևների այրումը, ինչն օրենքով արգելված է։ Նման դեպք հայտնաբերելիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը կիրառում է համապատասխան միջոցներ ֆիզիկական անձանց տուգանելով 50, իսկ իրավաբանական անձանց 200,000 դրամի չափով։ Առ այսօր 2025 թվականի դրությամբ արձանագրվել է 16 դեպք, 15 դեպքով ունենք վարչական իրավախախտման արձանագրություն։ Տեսչական մարմնի կողմից հիմնականում գարնանը եւ աշնանը իրազեկման աշխատանքները իրականացվում են հիմնականում մարզպետարաններում, համայնքապետարաններում, կրթական հաստատություններում, իրազեկվում է օրենքը բացատրվում է մարդկանց, որպեսզի իրավախախտում չկա։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է նպաստել որոշակի հիվանդությունների զարգացմանը, բայց սա միանշանակ չէ, քանի որ դրանց առաջացման պատճառները բազմագործոն են։ Հորդորս մեր ազգաբնակչությանը մասնավորապես կուզենայի առանձնացնել ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հրդեհային տարածքներ ունենք, այդ տարածքների հարակից բնակավայրերի բնակիչներին առավել եւս, որպեսզի հնարավորինս փակ պահեն լուսամուտները, հնարավորինս քիչ գտնվեն այս ծխով աղտոտված տարածքներում, որոշակի անհանգստություններ, որոշակի առողջական խնդիրներ ունենալու դեպքում չզբաղվեն ինքնաբուժությամբ, անմիջապես դիմեն մասնագիտացված կառույց, հաշվի առնելով հետագա զարգացման հնարավոր ընթացքներ։ Երևանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ իրավիճակը մեղմելու համար մի շարք գործողություններ են իրականացվում։ Դրանցից հիմնականը աղբի վերամշակման նոր կայանի ստեղծումն է, որի համար մինչև տարեվերջ կհայտարարվի մրցույթ, հույս ունենալով կարճ ժամկետում խնդրին լուծում տալ։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։